Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել մեր ավանդական կերակրատեսակները, այսօր նույնպես ներկայացվող կերակրատեսակները նվիրված են տրնդեզին եւ պատրաստելու ենք խաշիլ եւ հալվա։ Այսօր ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հիմնադիր եւ փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանը։ Ողջույն Ռուզաննա։ Ինչպե՞ս ես։ Լավ։ Շատ ուրախ եմ, որ պիտի պատրաստենք այնպիսի կերակրատեսակներ, որոնք այս կամ այն ձևով կարելի ասել, որ մոռացության են մատնված։ Եվ քանի որ նաև նրանք ծիսական նշանակություն ունեն, շատ կարևոր է, որ մենք այսօր պատրաստենք եւ մեր հանրությունը նորից ծանոթանա, նորից վերհիշի մեր այդ ավանդական կերակրատեսակները։ Ինչից սկսենք, Ռուզաննա ջան։ Խաշիլից։ Խաշիլից։ Օգտագործելու ենք փոխինդ, մածունը պատրաստելու ենք թան, ձվով եւ սոխառած։ Եվ սոխառած։ Ես կկտրատեմ սոխը, կպատրաստենք թանը, կերացնենք։ Ահա, առաջինը թանը պատրաստեմ ես։ Ես սոխը կտրատեմ։ Թան ասվածը հատկապես Սյունիքի մարզում արդեն ընկալվում է որպես արդեն եփված կիսաֆաբրիկատ, քամած մածունը եփում են եւ պահում են։ Բայց այլ վայրերում թան ասվածը մի քիչ այսպես որ մենք հասկանանք, որ դա ոչ թե հենց թանն է, որ մածունը ավելացնում ենք ջրով եւ խմում, այլ թանավ, թանավ, սա Սյունիքի բարբառով նշենք, որ իմացություններ չլինեն։ Այստեղ ալյուրել եմ ավելացնելու։ Այո, կես գտալ երևի դրան։ Այո։ Պարզ որ ասենք, սա սպասի, այդ թանապուրի հումքն է, բայց քանի որ սպասը կերծ անվանումն է, այդ կերակրատեսակի հենց թանապուր է կոչվում, որը պիտի պատրաստվել թանից կամ չորաթանից։ Թանը բացելու ենք սառը ջրով։ Այո։ Յուղը կարծեմ մի քիչ առատ պիտի լինի, չէ՞։ Հատկանշական է, որ այս կերակրատեսակները նշածս, այսինքն խաշիլ, հալվա, բնորոշ է համարյա մեր բոլոր ազգագրագավառներին, բայց որոշակի փոփոխություններով, որոշակի մատուցման ձևով այնուամենայնիվ տարբերվում են։ Յուղը Խառն էլ անընդհատ, թանապուրը դա էլ ասեք։ Թանը պիտի միշտ խառնենք, չէ՞ որ։ Եվ մի ուղղությամբ ես խառնեցի։ Մի ուղղությամբ։ Մի ուղղությամբ ենք խառնում, որպեսզի չկտրվի, հա։ Փոխինդը պարզ է, դա բուված ցորենն է եւ երկանքով աղացված։ Եվ 3 խոշորության, 3 չափսի են լինում, մանր, միջին եւ խոշոր։ Հաջորդ կերակուրը, որ պիտի պատրաստենք, բարեկամներ, դա հալվան է։ Հալվայի տարբեր տարատեսակներ նույնպես կան եւ նորից հալվան նույնպես ենթարկվում է այդ օրինաչափությանը, այսինքն տարբեր մարզերում պատրաստում են տարբեր կերպ, այդ թվում նաև համադրելով այս կամ այն պտղի, չրերի, ընկուզեղենի եւ այլն, չէ՞ ճիշտ եմ ասում։ Սոխը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, բայց ինքը դեռ իր տաքությունով այսպես շարունակում, ինքը չէ կարող ենք դնել։ Ես անեմ։ Հա դու գործը շարունակի։ Պարոն Մամուլյան, այ գաղտնիքը սա է։ Սառը ջրով դու բացեցիր, հա։ Այսպես, կամաց պնդանում է, չէ՞։
Իմիջայլոց պիտի նշեմ, որ կան վայրեր, որտեղ պատրաստում են ուղղակի խաշիլը պատրաստում են ու յուղ են լցնում ճաշակում են։ Կան, որ կաթով են ճաշակում, կան, որ մեղրով, կան, որ շաքարով, այսինքն քաղցրով։ Եվ կան իհարկե մարզեր եւ վայրեր, որտեղ հենց չորաթան, սոխառած եւ այլն։ Որպես կիսաֆաբրիկատ փոխինդը շատ կարևոր բաղադրիչ է մեր մառաններում եւ նրանից, ինչպես նշեցի, բազմաթիվ կերակրատեսակներ են պատրաստվում եւ մեր պաշարավելու այդ հզորագույն մշակույթի մի բաղադրիչն է։ Եթե մենք հիպամատովի տեղափոխվենք մառան, այնտեղ ինչ կար չորաթան, փոխինդ, ծավար, հորած պանիր, այո, տհալ եւ այլն, եւ իհարկե օղի եւ գինի։ Արդեն կարծես թե պատրաստ է արդեն, ես բերեմ ափսեն մատուցման, դու լցրու խաշիլը, ես սոխառածը Հիմա թանն ենք այսպես լցնում, շուրջը, սոխառածը կենտրոնում, յուղով առատ առատ, այո, Եվ սա հենց խաշիլն է, բնորոշ ավելի շատ Արցախի, Սյունիքի, միգուցե Գարդմանքի, միգուցե չէ, հենց Գարդմանքի եղանակով։ Սա այսպես, հիմա գնացինք հաջորդ կերակրատեսակը, որը մենք արդեն խոսք ենք մեր հեռուստադիտողներին։ Հալվայի պատրաստում։ Անհրաժեշտ մթերքներն են։ Հալվա ենք պատրաստում, բարեկամներ, բաց չթողնեք այս հիանալի ներկայացումը։ Հալվայի շատ տեսակներ իհարկե նորից կա, եւ մենք մի տեսակ այսօր հնարավորություն ունենք պատրաստելու։ Այդքան շատ, հա։ Ուզում եմ նշել, որ հալվան նույնպես տոնատիսական կերակրատեսակ է, տոնատիսական աղանդեր եւ համարյա բոլոր մեր տոնական սեղանների անբաժանելի մասն է, որպես քաղցրավետ։ Այ հիմա շատ տարածված է։ Հա։ Եվ այստեղ փորձառության մասով նույնիսկ կուզենայի դիմել հատկապես երիտասարդ խոհարարների, երբ որ ասում են խոհարարի օգնական։ Այս հիմա խոհարարի օգնական եմ։ Գտալը եւ ամեն, այսինքն դա նույնպես մասնագիտություն է։ Մենք ծիծաղում ենք, բայց դա նույնպես մասնագիտություն է։ Խոհանոցում կա օգնական խոհարար եւ ավագ խոհարար։ Եվ լավ օգնական ունենալու։ Այս հիմա ամբողջ ուշադրությամբ այսպես պիտի նայեմ, տեսնեմ ինչ հենց նայեց այս կողմ, ես պիտի զգամ, թե ինչ է ուզում խոհարար։ Մեզ հարկավոր է ափսե, որ ինչի մեջ ենք ձևավորելու։ Ես կբերեմ այդ ափսեն։ Ընկույզն ենք մոռացել, որ պետք է կտրատենք։ Կտրատեմ։ Այդ գեղեցիկ ձևով եւ կարելի է եռացրած ջրով նախապես թրջել, որ ավելի գեղեցիկ։ Կեղևա խանել։ Հիմա թրջենք, թե հիմա արդեն։ Չէ, կարելի է թրջել, որ գեղեցիկ կտրտելը հեշտ լինի։ Հիմա ես մանր եմ կտրատում ձողիկների, թե խորանարդների։ Հասկանալի է, հասկանալի։ Դուք ասեք, ես կտրատեմ։ Պարոն Մամուլյան, բայց գիտեք, չէ, վարպետները հաճախակի զբաղացնում են։ Հա, միտեղ են ուղարկում կարևոր գործից առաջ, չէ։ Ասում են, կնա ջուր բեր։ Մի հատ էլ բեր։ Օգնականը գալիս տեսնում է ամեն ինչ պատրաստ է արդեն։ Մաները ոչ։ Սա բավական է, թե։ Սա էլ ընկույզը։
հիմա անկույզը արագ ստեղ կարմրելու է, որովհետև ճարպի մեջ է, չէ՞։ Ավելի գեղեցիկ համա ունենալու։ Այսինքն հատիկ երևալու ես ավելի։ Ես չտեսա շաքարավազ ավելացնեմ։ Չէ, եթե հիմա շաքարավազը ավելացնեմ, էլ երբեք չի կարմրելու։ Ես հիմա հասկացա ինչի ինձ մոտ չի ստացվել մինչև հիմա։ Սրանից հետո ստացվել է։ Այո։ Սա ամենահեշտն է եւ ամենափոխուրը։ Եվ կարելի է այստեղ ավելացնել կարամել։ Սա էլ իմացանք։ Կարծես թե պատրաստ է։ Հիմա կրակից հետո վերցնում ենք, ավելացնում ենք շաքարի փոշի։ Շաքարի փոշի։ Մի փոքր վայնիլ, որ ավելի ընդգծված համ ունենա։ Օ, ես ինչ բուրմունք էր։ Նախարնել ավելի է դժվարանում մի փոքր։ Առատ յուղի մեջ բովեցինք ալյուրա, կիսա բովված վիճակում ավելացինք խորանարդերի, մանր խորանարդերի կտրատված ընկույզը, շարունակեցինք բովելը և ճիշտ էր ասում Ռուզաննան, ընկույզը այստեղ արդեն ավելի կարմրեց, այնուհետև ավելացրինք շաքարի փոշի, վանիլինի հետ։ Վերջ։ Վերջ, խնդրում եմ այստեղ ձևավորել։ Նա ամենալավ պահն է։ Ամենահետաքրքիր, թե ամենակարևոր։ Սա արդեն մտահղացում է ինքնովից, այսինքն հարստացնում է։ Արտադրության մեջ հասնում է բաղադրությունը։ Ես սա տնական պայմաններում եմ փորձել ու շատ լավն է։ Հիմա այսուհետո պատրաստի սա, ինձ հիշելու է։ Տաքությունից էլ ինքը նորից փափկելու է։ Եվ նորից գնալու է դեպի կարամելիզացիա։ Տաք հալվան լցրեցինք կարամելի վրա, այո, իհարկե։ Արդեն հալվեց, ես տեսնում եմ, որ արդեն… Բայց սառելուց հետո կտեսնեք ինչ։ Դա էլ այդպես։ Եվ շերտերի, բարակ շերտերի կտրատված ընկույզը։ Հիմա դու ունես հրաշալի խոսք։ Ասեմ, մեր պապերի հրաշալի խոսքը։ Բարեկամներ, պատրաստեցինք Ռուզաննա Նահաբետյանի հետ խաշիլ և հալվա։ Նորից սրանք մեր տոնածիսական կերակրատեսակների շարքից են։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը բարեկամներ, ես կուզենամ, որ Ռուզաննան իր խոսքը հնչեցնի, առ մեր հեռուստադիտող։ Կրկին և կրկին խաղաղ երկնքի տակ, ձեր ասած շար և փորձանքից հեռու, Այո։ և առողջ սննդակարգ։ Ամենակարևորը առողջ սննդակարգ, բարեկամներ, ես կարծում եմ դեմ չեք լինի, եթե ձեր կողմից, ձեր անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ Ռուզաննային եւ ցանկանամ, որ… Եվ ես էլ եմ շնորհակալ հյուրընկալման համար։ Ապրես դու։ Շատ հաճելի է եւ շատ ուրախ։ Հիանալի, այս չքնաղ կերակրատեսակներ, այս մեր խոհանոցի գոհարները, որ պատրաստեցինք, շնորհակալություն դրա համար, Ռուզաննա ջան։ Խաշիլ
փոխինդ 80 գրամ, գլուխ սող 60 գրամ, յուղ 40 գրամ, մածուն 50 գրամ, ձու 1 հատ, ալյուր 20 գրամ։ Հալվա ալյուր 80 գրամ, յուղ 40 գրամ, շաքարի փոշի 30 գրամ, ընկույզ 40 գրամ, կարամել 20 գրամ, ձու 1 հատ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար, ինչպես կրկնեցի, այսքանն ենք պատրաստել։ Ես ուզում եմ, որ մենք միշտ հիշենք, որ պարտավոր ենք գնահատել եւ պահպանել մեր ազգային արժեքները։ Իսկ այսպիսի կերակրատեսակներ ճաշակելու համար, բարեկամներ, դուք գիտեք, հասցեն անփոփոխ Մեգերյան կարպետ, Մադոյան 9։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն, բարեկամներ։